Սիրելի եկեղեցի, սիրելի Աստծո ժողովուրդ, իմ համար մեծ պատիվ է եւ մեծ ուրախություն է այսօր լինել ձեր հետ։ Իհարկե, առաջի հերթին, որովհետեւ հնարավորություն ունենք կարդալ Սուրբ Գիրքը, հնարավորություն ունենք շփվել միմյանց հետ, լցվել Սուրբ Հոգով, բայց իմ համար սա շատ հրաշալի օր է, որովհետեւ նաեւ ես այստեղ եմ գտնվում շատ թանկ մարդկանց հետ, իմ համար շատ թանկ մարդկանց հետ։ Այստեղ նախ առաջինը ընտանիքիս մի քանի անդամ է եկել, վերևում է, բալկոնում է, առաջի անգամ է, որ նրանք ինձ տեսնում են քարոզով, հայերեն լեզվով, հետո Նիդերլանդներից հետ միգրացված, ասպես ասած իմ ընկերը Արմենը, մենք Նիդերլանդերում մեծ գործեր ենք արել իր հետ, բայց ինքը որոշել է չգիտես ինչի լքել Նիդերլանդները եւ հետ գալ Հայաստան։ Հետո մեր դիմացումն է նստված է Հայկը շատ թանկ եղբայր է իմ հետ, ում հետ արդեն հաջողվել է քո եւ քո կնոջ հետ մենք հոլանդական եկեղեցիներում արդեն իրար հետ հասցրել ենք ծառայել եւ իրոք տարածել Սուրբ Հոգու գործը պտուղը մեծ պատիվ է Հայկ ջան, որ դու ես մեր հետ։ Շնորհակալություն հրավերքի համար Աշոտ եղբայր, երբ որ մենք ծանոթացանք քո հետ, տեսանք ձեր գործը Գյումրիում, իրոք մենք մի շատ կարևոր բան տեսանք, որ դուք շատ խոնար, աստվածավախ եւ պարզ ու խելացի մարդ եք, ու դա մեր մեջ իրոք անկեղծ եմ ասում մեծ ուրախություն բերեց եւ հենց առաջի անգամ, երբ որ Աշոտ եղբայրը մեր մոտ Նիդերլանդերում էր, ես իրան հարցրեցի եւ նաեւ ասեցի հանգարտ չլքես Հայաստանը, որովհետեւ շատ լավ, բարի, խոնար մարդիկ լքում են Հայաստանը ցավոք սրտի, մնա ծառայիր եւ մեծ ուրախություն է իմ համար, որ մինչեւ հիմա դուք ձեր եկեղեցով պտուղ եք բերում, բարի գործեր եք անում, շատ շնորհակալ ենք Աշոտ եղբայր։ Լավ։ Այսքանը գովազդեցինք մենք մեզ, հիմա սկսենք Աստծո խոսքը։ Մի բան եմ ուզում խնդրեմ ձեզանից, մի քիչ ներողամիտ եղեք, ես Նիդերլանդներում եմ կրթվել, ես հայերեն չեմ քարոզում, ընդհանրապես իմ ծառայությունը հոլանդերեն է, իմ համար շատ դժվար է, մեկ պետք է մտածեմ, թե ինչ եմ ասում, հիմնականում խոսում եմ, հետո եմ մտածում, բայց այսօր առավոտյան պետք է մտածեմ, նոր խոսեմ, դա մի քիչ անսովոր երևույթ է իմ համար, եթե սխալ բառեր ասեմ, եթե փողոցային բառեր ասեմ, կներեք, չասեք ես անկիրտը ով էր, ուղղակի իմ կրթությունը Նիդերլանդերեն է եղել, լավ, այդքան նորողամտություն կունենանք հույսով եմ։ Ես ուզում եմ այսօր ձեր հետ մի քանի շատ ճանաչված պատմություններ կարդալ, որի մասին դուք լսած կլինեք, բայց կփորձեմ մի նոր հայտնություն տալ ձեզ, հույսով եմ, որ Աստծո հոգին մի նոր հայտնություն կբացի, որպեսզի այս շատ ճանաչված, քարոզված պատմությունները միգուցե մի նոր փուլ եւ նոր իմաստ ստանան ձեր համար։ Սկսեմ իմ առօրյա կյանքից օրինակով, ես աշխատում եմ հիվանդանոցում, բժշկական կրթություն ունեմ եւ մի անգամ շտապօգնությունը զանգահարեց, թե գալիս ենք ձեր մոտ մի հատ տղամարդ է մոտ 50 տարեկան, մտածում ենք, որ սրտի ինֆարկտ է տանում։ Եվ մենք արդեն հիվանդանոցում պատրաստվեցինք մեր թիմով, բուժքույրերով եւ ամեն ինչ պատրաստ էր, որպեսզի ընդունենք այս հիվանդին, եւ երբ որ հիվանդը եկավ շտապօգնությունով, մենք տեսանք, որ նա մենակ չէ, շտապօգնության հետ կային շատ ուրիշ մեքենաներ, հիմնականում ազգ բարեկամ են գալիս, իհարկե, բայց այս անգամ այս մարդու հետ եկան նախ ոստիկաններ, մեծ հոլանդացիք շատ բոյով են, եկան մտան դռները փակեցին ու իրանք շատ ուժեղ զինված էին, որովհետև այս հիվանդը բանտարկյալ էր։ Ու հենց այնպիսի հասարակ բանտարկյալ չէր, այլ նրանք լուրջ կանխամտածություն կամ վախ ունեին, որ միգուցե փախուստի փորձ լինի, միգուցե իր ընկերները գան իրան ազատելու եւ այլն։ Եվ դրա պատճառով մեր հիվանդանոցի մուտքը ամբողջովին փակվեց եւ դիրքավորվեցին, կարելի ասել։ Այդ ժամանակ իմ սիրտը սկսում է մի քիչ արագ խփել, ես որպես բժիշկ սիրում եմ մի քիչ ակցիա, հա, ես սիրում եմ, երբ որ շարժ կա, երբ որ արագություն կա, արուն եմ սիրում եւ այլն, մի քիչ այդպիսի խնդիրներ ունեմ։ Ուրեմն այդ պահին ես սկսեցի արդեն մտածել, իմ ֆանտազիաս աշխատեց, ասում եմ հիմա պատկերացնում եմ, միգուցե իր անկերները գան ազատելու, կրակոտ սկսվի, ես էլ բժիշկ եմ, կթռնեմ առաջի գիծ կփրկեմ մի քանի հոգու ու կդառնամ օրվա հերոսը։ Մենակ ես եմ այդպես բաներ մտածում, թե դուք էլ ունեք մեկ-մեկ այդ խնդությունը։ Մի խոսքով,
Երբ որ եկավ մեր հիվանդը, նա ձեռնաշղթաներով կապված էր այդ մահճակալից, մենք սկսեցինք իհարկե բուժքույրերը սկսեցին իրանց գործը անել, միացնել իրան մոնիտորին, դեղարյան անալիզա եւ այլն այդ կարդիոգրամը, ու այդ պահին իմ աչքը ընկավ, տեսա, որ այս մարդը խաչ ուներ վզից կախված։ Տեսե մտածեցի, եթե չկարողանանք փրկել, գոնե իմանանք ուր է գնում։ Հարցրեցի, ասեցի, պարոն, դուք տեսնում եմ, որ խաչ ունեք, ասեցի, դուք քրիստոնյա եք, հավատացյալ եք։ Այս մարդը նայեց ինձ սպիտակած մազերով, ասեց, երիտասարդ, ես ասեց, ժամանակին քահանա եմ եղել։ Ես ասեց ժամանակին եկեղեցու հովիվ եմ եղել։ Նա Ամստերդամում աստվածաբանական ֆակուլտետում էր ավարտել, խելացի մարդ էր, ասեց ես ամեն ինչ սովորել եմ Աստծո մասին, իսկ դու, ասեց իսկ դու հավատքի հետ ինչ-որ մի բան ունես, ասեցի դե ձեզ մի հատ հարց տամ ուրիշ, դուք որ ամեն ինչ գիտեք Աստծո մասին, դուք որ բարձր աստվածաբանական կրթություն ունեք, Քրիստոսին հանդիպած կաք, իրան ճանաչում եք, դուք կարող եք խոսքը ճանաչել, դուք կարող եք ամեն ինչ իմանալ Աստվածաշնչից, դուք կարող եք մի 100 անգամ կարդացած լինել, անգիր արած լինել, բայց դուք հպված կաք, ճանաչում եք Աստծուն։ Այս մարդը սկսեց լաց լինել։ Ասաց ոչ, որ անկեղծ լինեմ, չեմ ճանաչում, չեմ հանդիպել, սովորել եմ, քարոզել եմ, բայց չեմ հանդիպել Աստծուն։ Դե հիմա ասես դու պատմի, իսկ դու, ասեցի այդ Աստվածը ձեր սովորած, իմացած, կարդացած Աստծո մասին ասեցի, այդ Աստծուն ես հանդիպել եմ։ Երիտասարդ հասակում, ձեր երկրում ասեցի, այս օտարության մեջ ինձ սովորեցրել են, կարդացել են խոսքը, ինձ ցույց են տվել ճշմարիտ ճանապարհ ու ես ընդունել եմ Քրիստոսին ու մենք սկսեցինք խոսել հավատքից։ Հիմա այս ոստիկանները կանգնած չեն հասկանում ինչ է կատարվում, դե իրանք էլ են հասկանում այս խոսակցությունը։ Հիմա մտածում են սիրտն է, սիրտը չի, այս բժիշկը մոռացավ ինչու համար ենք մենք այստեղ եկե, ինչու համար չենք այստեղ եկե ու մեր խոսակցության վերջում նա ասաց սա պատահականություն չի, չէ՞ որ ես քեզ հանդիպեցի այստեղ։ Պատկերացրեք, ես որպես օտար երկրացի իրանց երկրում իրան պատմում եմ իր հայրերի Աստծո մասին, որովհետև հոլանդացիք անցյալում շատ հավատքով քրիստոնյա ազգ են եղել, իրանք մեծ միսիոներներ են տվել, իրանք լուրջ աստվածաբանական գործ են ունեցել։ Հիմա ես, որպես երիտասարդ օտար երկրացի, իրան պատմում ու վկայում եմ հենց իրանց Աստծո մասին։ Ասեց սա պատահականություն չի, որ ես քեզ այստեղ հանդիպեցի։ Ասեց կարող է միգուցե դու հրեշտակ ես Աստծո կողմից ուղարկած։ Նայեցի հայլու մեջ, ասեցի հնարավոր է։ Բայց ինձ թվում է, ասեցի, Աստված ուղղակի ձեզ նոր հնարավորություն է տալիս, որպեսզի նորից մոտիկանաք, ճանաչեք Աստծուն։ Գիտեք, այսօր ես ուզում եմ խոսեմ, ես համոզված եմ, գիտեմ, որ դուք եթե ես եկեղեցում եք, անդամ եք, մարմին եք, դու հպված կլինեք, անպայման կճանաչեք մեր Տիրոջը։ Ես ուզում եմ խոսել, թե ինչպես մենք դժվարության մեջ, որովհետև այս մարդը դժվարությունների պատճառով սխալ քայլեր էր արել, սխալ ընտրություններ կատարել, բայց ինչպես մենք դժվարության մեջ, պայքարի մեջ պտուղ բերենք։ Ինչպես մենք ոչ թե մենակ սարի գագաթին ուզենանք ապրել, այլ հենց այն անդունդների միջով, այդ մթության ծանր ժամանակների միջով անցնելիս պտուղ բերենք։ Եվ մենք այնպիսի մարդիկ լինենք, ով օրհնություն է իր վայրի, քաղաքի, երկրի, ազգ բարեկամների, անծանոթների համար։ Ոչ թե մենք մենակ տառապենք մեր ծանրությամբ, մենք մենակ տանջվենք, թե Տեր հիմա անհարմար է, հիմա չեմ կարող, այնքան ծանր է, էս եղավ, այն եղավ, կարգուտ ընդեղ խփեց, բերք ընդեղ փչացավ, այն ոչխարները ընդեղ ընկան խեղդան, այնքան պատմություն մենք ունենք բողոքելու, տառապելու, բայց ես մի քանի օրինակ եմ կարդալու, որ հենց փոթորիկի ժամանակ, հենց այդ պայքարի ժամանակ մենք պետք է պտուղ բերենք։ Եկեք սկսենք կարդալը, առաջի տեքստը, որ ուզում եմ կարդամ, Ղուկասի ավետարանից է 13-րդ գլուխ 6-ից 9-րդ խոսքը։ Ղուկասի ավետարանից 13-րդ գլուխ 6-ից 9-րդ խոսքը։
Սա Հիսուսն է, որ առակներ է պատմում։ Պատմեց եւ այս առակը. մի մարդ իր այգում մի թզենի էր տնկել։ Եվ երբ պտղի ժամանակը եկավ, նա եկավ նրա վրա պտուղ փնտրելու ու չգտավ։ Այգեգործին ասաց. ահա 3 տարի է, որ գալիս եմ այդ թզենու վրա պտուղ փնտրելու եւ չեմ գտնում։ Կտրիր այդ, ինչու է հողը զբաղեցնում։ Ուրիշ թարգմանություններն ասում են անպետք է նա, ոչ մի պիտանի բան չի տալիս, խանգարում է մյուս ծառներին ու հողին։ 8-րդ խոսքը. Այգեգործը պատասխանեց եւ ասաց. Տեր իմ, նրան այս տարի էլ թող, մինչև որ նրա շուրջը փորեմ եւ աղբ գցեմ։ Գուցե թե պտուղ տա, ապա թե ոչ, մի տարի հետո կկտրենք այդ։ Այսքանը ճանաչված խոսք է, բայց շատ դժվար, ցավալի, պայքարի խոսք է։ Ուրեմն պատկերացրեք, այս մարդը տնկել էր թզենու ծառը։ Ինքը որոշել էր, ուզեցել էր, սիրել էր այս ծառը, տնկել էր եւ 3 տարի է գալիս էր, պտուղ չէր գտնում։ Պատկերացրեք, եթե այս առակը մարդկանց մասին է Հիսուսը պատմում, ինչքան բարդ ու ցավալի խոսքեր են սա։ Ուրեմն պատկերացրեք, եթե Տերը հետաքրքրված է ինչ պտուղ ենք մենք տալիս ու հնարավոր է այդպիսի բան, որ ինքը ամեն տարի գալիս ու նայում է, ինչ պտուղ կա իմ տնկած ծառի վրա։ Ինչ եմ ես գտնում, մենակ տերևներն են գեղեցիկ երևում, թե իրոք պտուղ կա, եւ 3 տարի չգտնելով պտուղ, Տերը զայրանում է, ջղայնանում է, ասում է կտրեք, որովհետև անպետք ծառ է։ Ոչ թե մենակ ինքն է անպետք, այլ նաև խանգարում է մյուս ծառներին։ Հողի այդ պարատանյութերը քաշելով ոչ մի օգուտ չկա նրանից։ Երբ որ ես խոսքը իմ սրտին կպավ, ես իրոք մտածեցի, Տեր, իհարկե դու քո սերը անսահման է, բայց եթե ես որպես մարդ իմ կյանքում չաշխատեմ այդ ուղղությամբ, որ պտուղ տամ ամեն սեզոնի ունենամ իմ պտուղը, ինչ օգուտ եմ ես տալիս քո թագավորությանը, ինչ օգուտ եմ ես տալիս քեզ, ինչ օգուտ եմ ես տալիս այն այգուն, որտեղ դու ինձ տնկել ես։ Բայց այս թզենին պատճառներ ուներ պտուղ չտալու։ Այգեպանը ասեց. Տեր, մինչև կտրելը կա ու կա, մինչև կտրելը թող 2 բան փորձենք։ Ես կփորեմ նրա շուրջը։ Միգուցե այդ ժամանակ պտուղ տա եւ աղբ կտամ, միգուցե այդ ժամանակ պտուղ տա։ 2 բան, որը առաջարկեց այգեպանը։ Ինչ է դա նշանակում այսօր մեր համար։ Նայեք, այստեղ կան մարդիկ, ովքեր գեղատնտեսությունից կամ լավ են հասկանում։ Ես ընդհանրապես կանաչ մատիկներ չունեմ, իմ մոտ չի ստացվում, ես նայում եմ, իմ պապաս շատ է սիրում, ինքը ունի իր այտենց բոստանը, արդը, իմ համար ամեն ինչ խոտ է, ինչ որ կանաչ է, ու մեկ երբ որ հելնում եմ խոտը վարելու, պապան զգուշացնում, ասում է սրանց չվարես, նրանց չսատկացնես, չեմ հասկանում, իմ համար սա կանաչ է, սա խոտ է, բայց կան մարդիկ, որ ունեն այդ սերը, գիտեն։ Կարևոր բաներից մեկն է, նա ասում է փորեմ կողքի հողը, որովհետև հողը պետքա փափուկ լինի, որպեսզի բույսը կարողանա պտուղ տալ։ Ինչի է սա շատ հետաքրքիր հոգևոր դաս։ Գիտեք, մի ուրիշ առակ օգտագործեմ այս մի խոսքը հասկանալու համար, որ պետք է փորել մեր հողը։ Դուք գիտեք այն առակը, որ սերմացանի մասին է։ Անպայման կիմանաք սերմացանի առակը, դա գրված է Մատթեոս 13-ի մեջ, օրինակ 3-րդ խոսքը։ Շատ ճանաչված պատմություն է, ես մի հատ լավ 4-րդ խոսքը մենակ կարդամ Մատթեոս 13-ից սերմացանի մասին։ Ահա մի սերմացան ելավ սերմանելու, եւ երբ նա սերմանում էր, մի մաս սերմի ընկավ ճանապարհի եզրին, եւ երկնքի թռչունը եկավ եւ այն կերավ։ Այսինքն սերմացանը, երբ որ սերմացանում էր, ընկավ ճանապարհի եզրին։ Ինչ է դա նշանակում։ Գիտեք, ճանապարհը այն ժամանակ ասֆալտապատված ճանապարհի մասին չէր խոսքը։ Դա հողն էր, որի վրայով այնքան էին քայլել, այնքան էին ոտնահարել, որ տապակել, չորացել, ձգծել ու դարել էր ճանապարհ։ Եվ այդտեղ սերմը պտուղ չտվեց։ Երբ որ մեր սրտի, հոգու, մտքի վրայով քայլում ու ոտնահարում են, սեղմվում է մեր հողը։
Այսինքն կարող ենք մենք մարդկանց այնքան ոտնահարենք, կամ կարող է կյանքը մեկ այնքան դաժան լինի մեր հանդեպ, կարող է նաև մեղքը այնքան շատ լինի մեր կյանքում, որ ոտնահարվի, տապակվի, ռուսերեն ասած պրես արվի այդ հողը։ Եվ այդ ժամանակ մենք պտուղ չենք տալիս։ Խոսքը չի արմատավորվում, տնկված ծառերն էլ ջուր ու պարատանյութ չեն ստանում, որովհետև քայլել են մեր վրայով, ոտնահարել են մեր իրավունքը, խորը ցավ են պատճառել մեզ, հիասթափվել ենք մենք, թե մարդկանցից, երբեմն թեկուզ միգուցե նաև եկեղեցիներից, և ոտնահարված հողի վրա, շատ դժվար է պտուղ աճում, դրա համար այգեպանն առաջարկում է, ասում է միգուցե թզենին, փորենք, փափկեցնենք հողը, միգուցե պետք է գա մի ժամանակ, որ, ինչ են ասում, լապատկա, այդ էլ է ռուսերեն բառ, բա, ասում է միգուցե բա, այդ ինչ բան է, ու գիտեք, երբ որ հողը փորում ենք, ինչ է կատարվում, ճիճուներ են մեկ դուրս գալիս, չէ, ինչ են ասում, անձրևավորդ, ապրեք, ու եթե մենք չենք սիրում, դա շատ տհաճ, կեղտոտ պրոցես կարա դա լինի, այդ կեղտը բանը հողի մեջից շուռ ենք տալիս, որդերը դուրս են գալիս, ցավ ենք պատճառում, մեր մեջքն է ցավում, հողն է ցավում, դա մի պրոցես է, որը հաճելի պրոցես չէ, բայց միակ ճանապարհն է փափկեցնելու այն հողը, որը ոտնահարված է, նույն բանն է մեր սրտի հետ, եթե մեր հողը ոտնահարված է, եթե մենք դարել ենք ճանապարհ, որովհետև մեր վրայով քայլել են, եթե մեզ այդ աստիճան խորը վիրավորել են, կամ միգուցե նույնիսկ, եթե մեղքը այնքան է արմատավորվել, որ դարել է մեր մասնիկը, պտուղ չենք տա, պետք է բահը մտցվի, փորվի, վարվի, ու երկրորդ բանը, որ այգեպան առաջարկում է, ասում է մի քիչ աղբ տամ, դա թրիքի մասին է խոսքը, չէ, դա գրական բառ է թրիքը, ինչ, հոմ աղբ, գոմ աղբ, գոմ աղբ, ոքեյ, բա թրիք ինչեր է դա, գոմ աղբ, բայց ես մի բան ասեմ, դա էլ ինքն իրանից հաճելի բան չի, շատ օգտակար է, բայց հաճելի բան չի, այսինքն այս խոսքը ասում է, որ ծառը, որը պտուղ չի տալիս, մի քիչ գոմաղբ է պետք, եկեք գոմաղբով պատենք, լցնենք, ու ինչ դա կապ ունի մեր հետ, պատմեմ, դու գիտեք, իհարկե գիտեք, անառակ որդու վերադարձը, անառակ որդին, լինելով հարուստ ծնողների որդի, ունենալով ամեն ինչ, ինքը հայտարարեց իր հորը մահացած իր համար, եթե դու ասում ես հորդ կլինի, հիմա տաս իմ ժառանգությունս, նա դեռ կենտանի է, դա նշանակում է իմ համար դու ավելավ է մեռած լինես, այսինքն ես շահ ունեմ, եթե դու մահանաս, դա ամենախորը ցավալի խոսքերից մեկն է, որը որդին կարող է ասել հորը, հիմա առ դուր իմ ժառանգությունը, հիմա թող ես անեմ ինչ որ ուզում եմ, եւ վերցնելով գումարը գնում է ուրիշ երկիր, միգուցե Նիդերլանդները գալիս չգիտեմ, այնտեղ խնջույքներ անում, ուրախանում է, ուտում խմում է, ամեն ինչ իր սրտով է, մինչև սովն է գալիս, եւ նա սկսում է աշխատել որտեղ գոմում խոզերի հետ։ Եվ երբ որ պահին այս անպտուղ, այս անպետք որդին եկավ խելքի, երբ որ նա գոմաղբի մեջ, մինչև ականջներին վեր խրված, աղբն էր թափում, եւ նա մտածեց. «Դու աբջանը լսպաս է, ավելավ է հետ գնամ հորս տունը»։ Այսինքն գոմաղբը, դժվարությունը, այդ պահի կեղտը, տառապանքը պատճառ դարձավ նրան մոտենալ Աստծուն։ Երբեմն մենք չենք ուզում գոմաղբի միջով անցնել, չէ՞, որ տեսնում ենք ու կյանքում էլ այդպես, մենք չենք ուզում այդ դժվարությունը, այդ տանջանքը, այդ աղբի հոդը, չենք սիրում ու ես իհարկե պետք է չի դա սիրել, բայց երբեմն մեր ընտրություններից, երբեմն ուրիշների ընտրություններից մեր կյանքը հայտնվում է
մի լիքը մեշոկներով գոմաղբի մեջ, կարող ենք բողոքել, կարող ենք երկինք նայել ու ասել ինչի էսպես եղավ, ինչի այս կորուստը, ինչի այս ցավը, ինչի այս տառապանքը, որոնք լեգիտիմ հարցեր են, բայց կարելի է նաև այդ պահին ասել ես գնում եմ Աստծո մոտ, գնում եմ Աստծո մոտ իմ այդ բոլոր անձրևավորտերով, իմ բոլոր գոմաղբներով, գնում եմ հետ Աստծո մոտ, որովհետև Աստված իրան հետաքրքրում է, Տիրոջը հետաքրքրում է, թե ինչ պտուղ ենք մենք տալիս, Տիրոջը հետաքրքրում է, թե մենք մեր օրերը ինչպես ենք ապրում, Տիրոջը հետաքրքրում է, թե մենք ինչ ձեռք ենք մեկնում մեկ ուրիշին, շատ դեպքերում մենք մտածում ենք, որ սպասի ես հասնեմ այստեղ, հետո նոր մեկ ուրիշին կօգնեմ, սպասի ես ավելի լավանամ, ես վատառողջ եմ, ես չեմ կարող ծառայել, կամ ես գումար չունեմ, ես ոնց կարող եմ, ինչպես կարող եմ օրհնություն լինեմ, բայց այդ հանգամանքները դրսի ոչ մի կապ չունեն մեր պտղաբերության հետ։ Մեզանից յուրաքանչյուրը կարող է ու պարտադիր է մեր չափի մեջ, մեր հնարավորությունների սահմաններում, մեր դժվարությունների մեջ չդառնանալ, այլ պտղաբեր լինել, չկատաղել, գազզել, չփնտրել պատճառներ ուրիշի մեջ, մեղադրել ուրիշին, այլ մտածել Տեր, ինչպես կարող եմ այս դրության մեջ օրհնություն լինեմ, ինչպես կարող եմ պտուղ բերել, որ քեզ հաճելի լինի, ինչպես կարող եմ իմ ընկերներին, եղբայրներին, քույրերին, բարեկամներին, իմ ազգին, երկրին, այս աշխարհին, ինչ որ մի բանով օգտակար լինեմ։ Պետք չի նայել մենակ հանգամանքներին, պետք չի նայել մենակ կողքից կատարվածներին, որովհետև երբ որ Տերը գալիս է ու նայում է մեր ծառը, կգտնի նա պտուղ թե ոչ։ Մենք չենք կարողանալու արտարանալ ասելով իմ հողը չոր էր։ Մենք չենք կարողանալու արտանալով ասելու իմ գոմաղբենկան շատ էր։ Ընդհակառակը, փոթորիկի մեջ պետք է քայլ անել։ Դժվարության մեջ պետք է օրհնություն լինել։ Ընդհակառակը, ինչքան մեզ տրորեն, ինչքան մենք տանջվենք, ինչքան դժվարությունների միջով անցնենք, այդքան շատ է հնարավորությունը Տիրոջը մեծարել, փառաբանել, այդքան շատ է հնարավորությունը իրոք եղանակ փոխել։ Գիտեք, այս նույն պատմության մեջ շարունակեմ, հոլանդացիք շատ լավ ջրային սպորտով են զբաղվում, որովհետև իրանք ավելի շատ ջուր ունեն, քան ցամաք։ Ես Հոլանդիայում եմ լողանալ սովորել, մեր մոտ ինչ է, մենք ոչ նավ ունեինք, ոչ բան, մի հատ ազատանի լիճ ունեինք, այդտեղ էլ վախենում էի լողանալ։ Հոլանդացիք շատ են սիրում ջրային սպորտով զբաղվել։ Մի օր ինձ հրավիրեցին գործիս կոլեգաները, որ գնալու էինք Առագաստան նավով նավարկելու։ Իրանք նույնիսկ մի բառ ունեն դրա համար, հայերը չունեն այդպիսի բառ, որ Առագաստան նավով այդ process-ն ես անում, նավարկում ես։ Ինձ հրավիրեցին տարան, ես իրոք վայելում էի նստած այդ գեղեցկությունը, լռությունը, բայց ես ընդհանրապես գաղափար չունեմ այդ process-ը ինչպես է կատարվում։ Մեկ է մի պահին մենք մի հատ պրոֆեսոր ունեինք, ինքը ասաց, հե, ասեց, ժամանակն է եկել ու մի հատ հոլանդերեն բառ ասեց, որը ես չգիտեի ինչ է նշանակում։ Այդ բառն է կոչվում խայպն։ Veți ai vat խայպն իսյան? Okay. Ինքը գիտի դա ինչ է։ Խայպն բառ ասեց, դա այն process-ն է, երբ որ Առագաստը նավի մի կողմի վրա է, նրանք անցկացնում են մյուս կողմ քամու մեջ։ Դա ասինքն մի հատ process է, որը ինքը զգուշացրեց, որ պահքվեք, թե չէ կեսակ տալու է գլխիդ ընկներ ջուրը։ Ես այդ բառը չգիտեի, ես գաղափար չունեմ ինչի մասին է խոսքը, բայց այդ խայպն բառը շատ նման էր խրայպն բառի, որը նշանակում է բռնել, մեկին կպշկել։ Ես եմ մտածի ում ենք բռնելու, եկեք, բռնելուց ես լավ եմ։ Հիմա ամաչում եմ հարցնեմ, իրանց համար դա սովորական բան է, իսկ իմ համար ընդհանրապես նորությունն է։ Ասացի եկեք, ում ենք բռնում։ Այս պրոֆեսորը լավ է, հասկացավ, որ ես գաղափար չունեմ ինչի մասին է խոսքը, եւ երբ որ Առագաստը արագությամբ եկավ, իմ գլուխը ներքև բան արեցին, իջացրեցին ու այդպես փրկվեցի իմ առաջին Առագաստանավյան արգածը։ Հիմա, բայց այս մարդիկ շատ լավ գիտեին նրանք ինչ էին անում։ Դա իրանք մանուկ հասակից արել են դա։ Գիտեք, Հիսուսի աշակերտներից մի քանիսը ձկնորս էին։ Այսինքն իրանք ջրի վրա էին մեծացել։
Իրանք մանուկ հասակից շատ լավ իմացել են ջրի վտանգը եւ ինչպես նավարկել իրանց Արագաստան նավը շատ լավ գիտեին, բայց շատ փորձառու, խելացի մարդիկ էլ ընկնում են փոթորիկի մեջ։ Այսինքն կապ չունի մենք ահա որ շատ լավ մի բան կարող ենք թե շատ տկար ենք, երկուսն էլ հայտնվում են փոթորիկի մեջ։ Ու կյանքում էլ է այդպես, կան մարդիկ, որ կյանքի արվեստը լավ են հասկանում ու տիրապետում, շատ հաջողակ են բիզնեսի ոլորտում, կամ շատ ուժեղ առողջություն ունեն, շատ լավ սպորտով են զբաղվում, մեծ բաների են հասել, կամ միգուցե այնքան սիրալի ամուսնություն ունեք, որ Ռոմեոն եւ Ջուլիան նախանձեին ձեզ, միգուցե ձեր համար այնքան հաճելի է կյանքը, հնարավոր է, բայց գալիս է մի պահ մեր բոլորիս համար, որ միգուցե այդ հաջողությունը բիզնեսի ոլորտում փոթորկի մեջ կհայտնվի, կամ կգա մի պահ, որ այդքան սիրալի ձեր սիրո կապը փոթորիկի մեջ կհայտնվի, կամ այդ ձեր առողջությունը, որ ամեն առավոտ արթնանում եք մի 15 կիլոմետր վազել եք կարող, կամ մտածում եք ինձ ոչինչ չի լինի, ես մի 200 տարի եմ ապրելու, մի օր կարող է մարդ արթնանալ եւ հիվանդանալ։ Եվ ցնցվում է մեր կյանքը։ Այսինքն հանգամանքները կարող են փոխվել։ Նույն հարցը, ինչ որ թզենուն էր տրված, մեզ է տրվում։ Ինչ պտուղ ենք մենք բերում այդ պահին։ Եկեք կարդանք այդ ճանաչված տեքստը, որտեղ աշակերտները շատ փորձառու նավարկող Արագաստան նավին տիրապետող աշակերտները խնդիրի մեջ հայտնվեցին։ Մատթեոս 14-ից եմ կարդում 25-րդ խոսքը։ Մատթեոսի ավետարանից 14-րդ գլուխ 25-ից կսկսեմ մինչև 33-ը։ Եվ գիշերվա ուշ ժամին Հիսուսը եկավ նրանց մոտ քայլելով ջրի վրա։ Մի քիչ կոնտեքստը հասկանանք, Տերը աշակերտներին ասում է նստեք նավը, հեռացեք ափից, ես հետո կմոտենամ ձեզ, ինքը բարձրանում է աղոթելու եւ գիշերը տեղի ունենում այս պատմությունը։ 26-րդ խոսքը։ Երբ աշակերտները նրան տեսան ծովի վրա քայլելով, տագնապահար եղան եւ ասեցին. «Ինչ որ ուրվական է», ու սարսափից աղաղեցին։ Հիսուսը իսկույն խոսեց նրանց հետ եւ ասաց. «Սրտապնդվեցեք, ես եմ, մի վախեցեք»։ Պետրոսը նրան պատասխանեց ու ասաց. «Տեր, եթե դու ես, հրամայիր ինձ ջրի վրայով քեզ մոտ գալ»։ Եվ նա ասաց. «Արի», եւ Պետրոսը նավակից իջնելով քայլեց ջրի վրայով եւ եկավ Հիսուսի մոտ։ Սակայն տեսնելով ուժգին քամին վախեցավ։ Եվ երբ սկսեց սուզվել, աղաղակեց ու ասաց. «Տեր, փրկիր ինձ»։ Եվ իսկույն Հիսուսը երկարեցրեց իր ձեռքը, բռնեց նրան ու ասաց. «Թերահավատ, ինչու երկմտեցիր»։ Եվ երբ նրանք նավակ բարձրացան, քամին հանդարտվեց, եւ նրանք, որ նավակի մեջ էին, մոտեցան, երկրպագեցին նրան ու ասացին. «Արտարև, Աստծու որդին ես դու»։ Ճանաչված պատմություն է։ Ես որ կարդում եմ, ճիշտ է, մաս չունեմ, բայց էլի կանգնում է, ինչպես է հնարավոր Պետրոսը ջրի վրայով քայլում է։ Բայց գիտեք, շատ անտրամաբանական պատմություն է սա։ Միգուցե ձեր համար այստեղ նորմալ է, իմ համար տրամաբանությունից դուրս է։ Ինչի համար։ Որովհետև երբ որ ես փոթորիկի մեջ եմ, նավը ցնցվում է, իմ կառուցած թագավորությունը վտանգի տակ է, եւ ես մտածում եմ կկործանվեմ թե չեմ կործանվի, ու ինչ լավ է հերվից տեսնում եմ Հիսուսին, ես առաջի բանը որ կգոռամ, կաղաղակեմ եւ կաղոթեմ, փրկիր Տեր, չէ՞։ Ավելի տրամաբանական է։ Հարտեցրու փոթորիկը, չէ՞։ Ավելի խելքին մոտ է, եթե դու խելացի հավատացյալ ես, տարիներով փորձ ունես, իհարկե մենք կանչենք Տեր փրկիր, հասիր, կործանվում ենք։ Բայց Պետրոսը դա չի ասում։ Ու ավելի տրամաբանական էր նաև ինչի համար, որովհետև մինչև այս պատմությունը Մատթեոս 14-ը մենք ունենք Մատթեոս 8։ Մատթեոս 8-ի մեջ նույն աշակերտները, նույն Արագաստանավի մեջ են։ Նույն փոթորիկն է բարձրանում։ Հիսուսը քնած է։
Նրանք էլի պանիկայի մեջ, աղաղակելով արթնացնում են նրան ու ասում են. «Տեր, կործանվում ենք, փրկիր»։ Եվ Հիսուսը դադարեցնում է քամին, ալիքները։ Այսինքն աշակերտները գիտեն, որ Տերը իշխանություն ունի նաև փոթորիկի վրա։ Իմանալով դա, երբ որ Մատթեոս 14-ի մեջ մի քանի գլուխ արդեն անցել ենք, մի քանի արգացներ տեսնելով Հիսուսի հետ, նույն պատմությունն է կրկնվում, այս անգամ Պետրոսը մի ուրիշ բան է անում։ Այս անգամ իր աղոթքը ոչ թե Տեր փոխիր հանգամանքները, Տեր թող կողքիս այդ փոթորիկները հանդարտվեն, Տեր դու նա վատն է նրան պատժիր, ընդհակառակը։ Պետրոսն ասում է, եթե դու ես Տեր, նայելով Քրիստոսին, թող ես բարձրանամ փոթորիկների վրա, թող ես քայլեմ ալիքների վրայով, այսինքն եթե նույնիսկ փոթորիկները կան, եթե նույնիսկ ալիքները շատ բարձր են, եթե նույնիսկ իմ ձկնորսական փորձս ինձ չի օգնելու, չի փրկելու, ես չունեմ ոչ մի ուրիշ հնարավորություն ապրելու, Տեր բարձրացրու ինձ փոթորիկների վրա։ Այսինքն այս անգամ ոչ թե փոխվեց փոթորիկը, այլ Պետրոսը։ Այս անգամ նա հաջորդ քայլ կատարեց հավատքի։ Մեզանից շատերս մնացել են Մատթեոս 8-ի մեջ դեռ։ Եվ օրից հետո մենք մենակ կարող ենք Տիրոջը կանչել, որ փոխի մեր հանգամանքները, մեր մթնոլորտը։ Ու Տերը կարող է դա անել, ու Տերը դա անում է, փառք Աստծո։ Բայց գալիս է մի պահ, որ որպես Քրիստոսի աշակերտ, մենք պետք է նաև սովորել, աղոթել, բարձրացրու ինձ փոթորիկներից վեր, քո ձեռքը բռնած։ Գալու է մի պահ, որ մենք անցնենք այդ Տեր փրկիր ինձ աղոթքներից մենակ, ինչ մեղք եմ ես, ինչ չոր է իմ հողը, ինչ շատ են իմ անձրևավորտերը, Տերել չեմ կարող այդ հոտը տանել գոմաղբի, մենք պետք է անցնենք դրանից և պայքարի մեջ, արցունքի մեջ, կորուստի մեջ ուզենալ բարձրանալ Տիրոջ հետ, որպեսզի պտուղ բերենք, որպեսզի հաճելի լինենք նաև Աստծո թագավորության գործին, որպեսզի ուրիշներ ուզենան մեր հետ շփվեն։ Գիտեք, անկեղծ եմ ասում, Նիդերլանդներում եմ մարդ կա, որ իր հետ շփվում եմ, ինձանից այնքան էներգիա է քաշում, որ իրոք ահավոր ծանր է, միշտ այդ բողոքի մեջ, միշտ այդ տառապանքի մեջ, բայց մարդ էլ կա, ինչքան էլ դժվարության միջով անցնում եւ ես ուզում եմ իր կողքին լինեմ, ինքը գտնում է Տիրոջ ողորմությունը, տեսնում է Տիրոջ ձեռքը, իր հույսը Տիրոջից է եւ չի թթվում, հա, այսպես ասած, չի դառնանում, այլ պտուղ է բերում դժվարությունների մեջ։ Դա է այսօրվա մեր մարտահրավերը։ Ես գիտեմ, որ Հայաստանը մեր երկիրը շատ մարտահրավերներ ունի։ Դուք էլ որպես եկեղեցի, որպես Աստծո ժողովուրդ, փոթորիկների միջով անցել եք ու դեռ անցնելու եք։ Դա ցավոք սրտի օրենքն է մեր կյանքի։ Բայց հենց այդ փոթորիկների մեջ չդառնանալ, այլ փնտրել, ինչպես կարող եմ ես օրհնություն դառնալ, ինչպես կարող եմ ես հաճելի լինել Աստծո առաջ, ինչպես կարող է իմ հոտը բուրմունք լինի, ինչքան էլ իմ կողքերը շատանա գոմաղբը։ Դա մեր ընտրությունն է, մի մաս մենք կարող ենք ընտրել։ Ու հետո այս պատմության շարունակությունը ինչով է հետաքրքիր, երբ նրանք նորից նավակ վերադարձան, գրված է փոթորիկը հանդարտվեց։ Առաջի անգամ Քրիստոսը կանգնեց, իշխանություն վերցրեց փոթորիկի վրա, չէ, բայց այս անգամ դա զուտ կողքի ոնց որ հաղթանակ էր։ Առանց ուշադրության փոթորիկի վրա, առանց մի խոսքի Քրիստոսի կողմից փոթորիկը հանդարտվեց։ Եվ վկայությունը նրանց այս անգամ ինչ էր, դու իրոք Աստծո որդին ես։ Մատթեոս 8-ի մեջ ինչ էր վկայությունը, երբ Քրիստոսի իշխանությունը ցույց տվեցիր, ով է այս մարդը, որ նույնիսկ քամիները, փոթորիկներն ու ալիքներն են իրան ենթարկվում։ Այսինքն, երբ որ մենք մնում ենք մենակ այդ Տեր փրկիր, ես մեղք եմ աղոթքի մեջ կամ այդ մեր սրտի դրվածքի մեջ, մեր վկայությունը շատ դեպքերում մնում է, հա, ոնց որ առաջ երեխեքին ոնց է սովորում, ձմեռ պապն է, մի բան ուզում ես, բերում է։ Այդ սիրտն է մնում մեր մեջ։
ով է այս մարդը, որ նույնիսկ քամիները, փոթորիկները ու ալիքները ենթարկվեցին նրա իշխանությանը։ Դա էր հարցը։ Բայց հիմա 14-ի մեջ, Մատթեոս 14-ի մեջ, դու իրոք Աստծո որդին ես։ Ու այս փոթորիկը, այս երկրորդ անգամ մեծարեց, բարձրացրեց Պետրոսին, որ ավելի շատ պտուղ բերի։ Գիտեք, դեպի ավարտ գնամ անձնական մի քիչ էլ իմ մասին պատմեմ, այս պայքարը, այս ճանապարհը, ինչպես եմ ես անցել, ինչպես եմ սովորել։ Օտար երկրի մեջ ապրել մեծանալը հեշտ չի, ասեմ, խոստացված այդ մեղրերի երկիրը, որտեղ կաթը փողոցով հոսում է, փողերը ծառների վրա աճում են, տան եւ մեքենայի բանալիները ժանգոտում են առանց մեզ ներկայությամբ, իրականությամբ այդպես հեշտ չի օտարության մեջ ապրելը, գնալ փախստականի կարգավիճակով, ես ճիշտ է շատ փոքր եմ եղել, բայց այդ ամեն ինչը մոտիկից հասկացել ու տեսել եմ։ Ու ես ասեմ, որ մեր հանգամանքներ, այսինքն դրությունը, ինչու մեջ ես հայտնվեցի, շատ դժվար էր, լեզուն չգիտեինք, ծանոթություն չունեինք, ծանոթով ոչ միտեղ ընդունվել չէինք կարող, ոչ մեկի կաշառել չէինք կարող, ու ես փոքր ժամանակից օրինակ սկսեցի երազել, բժշկական սովորել։ Ես դեռ Հայաստանում էի ուզում, բայց Նիդերլանդներում շատ դժվար է ընդունվելը, որովհետև քանակների պակասություն կա, շատ ուժեղ ընտրություն է գնում, կոնկուրս է գնում, շատ դժվար է օտար երկրացուն առանց փաստաթղթի ընդունվել բժշկական։ Բայց ես սկսեցի երազել, երբ ես ծանոթացա Հիսուսի հետ, եւ ես սկսեցի աղոթել, որ Աստծո հրաշքները տեսնեմ իմ կյանքում։ Ու հետաքրքիրն այն է, որ ինչքան շատանում էր դժվարությունը, ինչքան մեր թղթերը մերժում էին, այդքան շատանում էր Աստծո ողորմությունն ու օրհնությունը։ Անկեղծ եմ ասում, ինչքան նեղում էր պետական այդ դրությունը, այնքան Տերը ինձ բարձրացնում էր։ Ու ես հասկացա մի բան, որ իմ ընկերներ ունեի, իմ տարիքին ասում էին, ինչի տա պետք, ինչ ես ուզում սովորել, վաղը մյուս օր դեպորտ են անելու հետ, գոնե մի ման հետ երկուս փող աշխատենք, չհայկական այդ մտածելակերպը, վաղը մյուս օր որ դեպորտ անեն, գոնե մի քիչ հետներս գումար կտանենք, բայց Տերը իրոք խոստում տվեց, որ հրաշքներով մի դուռ է բացելու։ Ու երբ եկավ ժամանակը, որ ես պետքա դիմեի, որ ընդունվեմ բժշկական համալսարան, մենք թուղթ չունեինք։ Իսկ անլեգալ իրավիճակում անհնար է ընդունվել ուսուցման ինչ-որ միտեղ։ Ես հավատքով դիմումս ուղարկեցի ու հետաքրքիրն այն է, որ ինչ-որ մի սխալ տեղի ունեցավ և իմ ընտանիքը չստացավ ոչ մի դոկումենտ, որովհետև մենք չունեինք այդ կարգավիճակը։ Բայց մենակ ինձ, առանց ինչ-որ մի հարցումի, պետությունը ուղարկեց մի դոկումենտ, որը ուժի մեջ էր մինչև սեպտեմբերի 2-ը։ Իսկ սեպտեմբերի 1-ին ես կարող էի սկսել ուսումնական տարին։ Բայց մենք դրա իրավունքը չունեինք։ Այսինքն հենց այնպես պատահական նամակով եկավ մենակ իմ դոկումենտը, ծնողներիս չեկավ, եղբորս չեկավ, բայց մենք նույն պրոցեդուրայի մեջ էինք, մենակ իմ դոկումենտը։ Ու ես իրոք փորձում եմ պատկերացնել, որ երկնքում միգուցե Տերը մի հատ պուչուր sense երևի մի հատ հրեշտակ կար, որ դեռ փորձ պետքա ձեռ բերել, ասեց քեզ ուղարկելու եմ Հոլանդիան, դեռ կոմպյուտերը կոտրի մտի, գորի համար մի դոկումենտ պատրաստի։ Ես փորձում եմ դրա հումորը պատկերացնեմ, թե երկինքը ոնց շարժվեց, որ հենց այդ պահին այդ հրաշքը տեղի ունեցավ։ Հետո որ ընդունվեցի մի կերպ հրաշքով, մերոնք ասել էին սուսուփուս կսովորես, որովհետև դրանից հետո սեպտեմբերի 2-ից հետո դոկումենտս ուժի մեջ չի, որ էլի իմանային հարց ու փորձնային, ինձ կհեռացնեին։ Ասել էին խելոք կմնաս, աշկի չընկնես, շատ չխոսաս, քիթդ հեշ միտեղ չխոտես, սուսուփուս քո համար կսովորես, քանի մեզ դեպորտ չեն արել։ Առաջի շաբաթը գնացի, ուրեմն պատկերացրեք ուսանողներով նստած ենք 350 առաջի կուրսեցի ուսանողներ եւ բացման կոնֆերանս է գնում, մի հատ պրոֆեսոր խոսում է մարդու մարմնի մասին, այդ բիոլոգիական, կենսաբանական գեղեցկությունը ու այս մարդը չգիտես ինչ մեղու իրան կծեց, սկսեց փնովել, բացասական խոսալ այն մարդկանց մասին, ովքեր հավատում են, որ մարդը ստեղծված է Աստծո կողմից։ Ու սենց ոգևորվել է ու բացասական խոսում է Աստծո մասին։ Սիրտը սկսեց խփել։ Մի կողմից մամայից ձայնն եմ հիշում, որ խելոք կմնաս։ Մյուս կողմից իրոք Տերը ասեց,
ով լռում է, համաձայն է։ Հիմա ես սկսեցի շուրջս նայել, թե ուր են այս 350-ի մեջ այն մյուս քրիստոնյաները, որը ոտքի կկանգնեն, մի հարց կտան կամ մի բան կասեն այս մարդուն։ Լռություն, բոլորը ուրախ, ժպտում են, սիրտը սկսեց խփել։ Հետո երբ որ նա ավարտում էր իր խոսքը եւ հնարավորություն տրվեց, հարց տրվեց, կան հարցեր ուսանողների կողմից, իմ ձեռքը հելավ վերև, ես նայեցի, բռնեցի, քաշեցի ներքև։ Չեմ ուզում աչքի ընկնեմ, անկեղծ ասած, վախենում եմ, ոտներս դողում է, սիրտս խփում է, նորից Տերը ասեց, ով լռում է, համաձայն է։ Տեսանք, ասեց, ձեռքը բարձրացող ուսանող կա, ոտքի կանգնիր, քո հարցը տուր, հելա կանգնա ոտքի, ոտքերս դողալով։ Ու ասեմ, որ մեր ֆակուլտետն էլ ինքը բավականին քիչ են օտար երկրացիները, բժշկականում երևի մի 5-6 հոգի էինք, սա հոլանդացիներ են, արդեն աչքի ես ընկնում, ասա սուսուպուսա, քո գործ դաներ, էլի, հելա կանգնա ու ասեցի, որտեղի ձեզ այդքան գոռոզություն ասեցի, որ փնովեք, բացասական խոսեք քրիստոնյաների մասին, եթե իրանց չեք հրավիրել, որ հակա խոսք ունենան, դեբատ անենք, ասեցի միակողմանի այս ձևի, մի խոսքով, այս մարդը քրտնեց, դուրը չեկա, վիրավորվեց, ինձ հետ բան ասեց, սկսեցինք մի քիչ բանավիճել, բոլորը քրտնեցին, հարամ արեցի ես մարդու օրը, այդ մի բանը հաստատ գիտեմ։ Ես չեմ կարծում ինքը այդքան հիացավ իմ հարցից կամ խոսքից, ինքը ինտելիգենտ մարդ էր, բան չունեմ ասելու, բայց գոնե հարամ արեցի իր օրը, որ չմտածի կարող է առանց գլխացավանքի, վիրավորի իմաստուն ու գնա։ Հիմա կոնֆերենցին պրծավ, ես հələ դողում եմ, ինչ կատարվեց նոր, ինչ եղավ, ես իմ առաջի ոնց որ welcome-ս այսպես ասեցի, բա ոնց եմ էդի սրատակից դուրս գալու, մեկ է մի քանի հատ հոլանդացի ուսանող մոտիկացան, ասացին ինչ լավ ասեցիր, մենք էլ ենք քրիստոնյա ու գնացին։ Իրոք հիմա ծիծաղում եմ դրա վրա, բայց այն ժամանակ մտածեցի, բա ուր էիք դուք նոր։ Դուք տեսաք իմ վախը, դուք տեսնում եք իմ կմկմոցը, ուր էիք դուք։ Ձեր լեզվով, ձեր երկրում։ Այսինքն, ու այդ պահից ես որոշում կայացրեցի, որ իմանալու եմ ես սովորելու եմ, ես ուզում եմ իմանամ ինչ որ դուք գիտեք, որպեսզի ձեր հետ կարողանամ բանավեճեմ իմ Աստծո մասին։ Ես ուզում եմ պատասխաններ ունենամ ոչ թե մենակ խոսքով, այլ իմ գործերով։ Ես չեմ նայելու, որ ես փախստականի կարգավիճակում եմ, աքսորվելու եմ կամ եւ այլն։ Ես պտուղ եմ բերելու ամեն օր։ Մի օր ավել ինձ թողակ ֆակուլտետում, մի օր փորձելու եմ մարդկանց հավատքի բերեմ եւ իմ հայացքս փոխվեց, այսինքն ես չէի նայում իմ փոթորիկներին, որ տուն էի գնալու կարող եմ ես դեպորտի նամակը արդեն եկել, ամեն օր այդ վտանգի տակ ես նայում էի ինչպես կարող եմ պտուղ բերել, ինչպես կարող եմ ինչ-որ մի բան փոխեմ իմ մթնոլորտում։ Ուզում եմ ձեզ քաջալերեմ, չնայենք դժվարություններին, դժվարությունները գալու են, պայքարը լինելու է, կորուստը լինելու է, բայց միշտ փորձենք տեսնել մեզ որպես այդ ծառը տնկված այգում եւ Տերը գալիս է եւ Տերը նայում է Տերը հետաքրքրված է թե ինչ պտուղ ունենք մենք Տիրոջ սիրտը ցավում է երբ որ մենք ցավի մեջ ենք Տերը ուրախանում է երբ որ մենք ուրախանում ենք Տերը հետաքրքրված է թե ինչ պտուղ ենք մենք բերում գիտեք Ես դեմ ձեր մոտ իշքան ենք հարոզում, ես վաղ հələ կա ժամանակ, հավերժությունը արդեն սկսվել է այստեղ։ Անցած անգամ քարոզեցի, հովիվ Աշոտն ասում է շատ կարճ ես խոսում, ես մեր մոտ հիմնականում 20-30 րոպե ենք մաքսիմում քարոզում, հոլանդացի կան համբեր են։ Ասում եմ մեր մոտ հայ կարող ես խոսալ, չէ, շատ չհոգնեցնեմ։ Ավարտեմ։ Երբ որ մենք ստացանք ապրելու իրավունքը Անկեղծ եմ ասում, այդ հեշտությունը կյանքի մեկ-մեկ նաև լճացնում ու թմրեցնում է մեզ, որովհետև ես սկսեցի վստահել իմ ինտելեկտին, իմ դիպլոմներին, ես սկսեցի վստահել իմ մտքի կարողությանը իմ ընկերներին, ես սկսեցի վստահել իմ բանկիս պլան B-ս, մեր բանկի հաշվեհամարներին, այսինքն մեր հայացքը փոխվում է, երբ որ մեզ թվում է, որ պրծանք այդ գոմաղբից, պրծանք անձրևավորտերից։ Դրա մեջ շատ մեծ վտանգ կա, որ մենք մեզ շատ սենց
մտածենք, թե մենք ենք, որ կանք։ Ու ես հիշում եմ նաև մի օր արթնացա, մտածեցի, երբ եմ ես վերջի անգամ մթության խավարի դեմ պայքարել։ Իմ մեջ կարոտ առաջացավ այն ժամանակներին, որ ամեն օր հավատքով էի ապրում, 8 տարի մենք թուղթ չունեինք։ Ու այդ դժվարությունների մեջով անցնելով ճանաչեցի Աստծուն։ Եվ ես որոշում կայացրեցի, որ թույլ չեմ տալու ոչ դժվարությունը, ոչ էլ հեշտ ու օրհնությունը խանգարի մեզ պտուղ բերելուց։ Նայենք Աստծուն, զգանք, թե ուր է շարժվում հոգին, չմնանք, չտապակվենք մեր դառնության մեջ, այլ հավատանք, որ Տերը նոր բարձունքներ է պատրաստում մեր համար, որ դեռ հույս կա, որ դեռ հավատք մենք պետք է ունենանք։ Գիտեք, ես հիմա փորձելու եմ շուշուտ գալ Հայաստան։ Անցած ամիս, որ եկել էի, ինչու եմ սա ես կիսում, որովհետև սա իմ ցավն է, որ ես անցած ամիս էլ էինք եկել, գյուղատնտեսական ծրագրերով էինք եկել, մենք գնացինք գյուղեր Հայաստանում, որտեղ մարդիկ չունեն խմելու ջուր։ Ու ես շոկի մեջ էի, ինչի, որովհետև ինձ սովորացրել էին, որ մեր հայկական ջուրը աշխարհի երկրորդ տեղն է, Պերվիև Երևան է դա, այն որ ասում է у нас в Դիլիջանը, ասինքն ես օյմրել էի, որ ինչպես է հնարավոր, որ իմ ազգը տեղերկա չունի խմելու ջուր։ Գիտեք, այս շաբաթ ես մի քանի հիվանդանոց եմ գնալու, որտեղ մենք նոր բուժ տեխնիկայով ենք ապահովում, սահմանամերձ գոտում, Ղափանում, Ջերմուկ ենք գնալու։ Ջերմուկի բուժ կենտրոնը, փոքրիկ բուժ կենտրոնը, որը առաջի գիծ է, այնտեղ վիրավոր զինվորներ են գալու, եթե Աստված ոչ անի պատերազմ լինի։ Իրանք ունեն 5 հատ մահճակալ, 6-րդ զինվորը գետնին է պարգելու։ Այսինքն ինչպես ինձ շատ ծանր է դա մեր ազգի համար։ Այսինքն մենք ոնց եղավ, ոնց էստեղ հասանք, ինչի ենք մենք այսքան տանջվում, շատ մեծ են մեր մարտահրավերները։ Եվ ես հույսով եմ, որ մենք որպես քրիստոնյա ժողովուրդ, որպես քրիստոնյա մարդ, մենք ունենանք այն անհանգստությունը, քանի դեռ մեր ազգը տառապում է, ոչ թե մենք դառնացած դժվարություններից հոգնած մեղավորներ փնտրենք, սրան նրան փնովենք, այլ մտածենք, ինչպես կարող եմ ես, իմ փոքրիկ հնարավորություններով, իմ վադառողջ լինելով միգուցե, իմ կոտրված ամուսնությամբ միգուցե, իմ կորցրած այնքան տառապանքների միջով անցած, ինչպես կարող եմ եկեղեցում օրհնություն լինեմ, ինչպես կարող եմ ծառայել, ինչպես կարող եմ մի ծառ տնկել, ինչպես կարող եմ բերք ու պտուղ բերել։ Եկեք աղոթենք, ոտքի կանգնենք։ Ես չեմ կարծում նոր պատմություններ պատմեցի ձեզ համար, ես չեմ ուզում ձեզ զարմացնեմ աստվածաբանական ինչ-որ նոր գիտելիքով, բայց իմ աղոթքն է, որ այս առակները Քրիստոսի, այս պատմությունները մեր կյանքի մասին, իրականություն դառնա մեր կյանքում, որ մենք ամեն օր ապրենք հիշելով, որ Տերը նայում է ինչ պտուղ ենք մենք բերում, որ Տերը տեսնում է մեր արածը ու չարածը, մեր սերը արտահայտված մեր գործերով, մեր պտղաբերությամբ, մեր ծառայությամբ, որպեսզի Աստծո ժողովուրդը փոփոխություն բերի մեր տներում, մեր գործատեղերում, մեր քաղաքում, մեր երկրում։ Ես իրոք հավատում եմ դրան։ Եվ թշնամին չի կարողանալու կոտրել այդ հավատքը մեր, այդ վստահությունը։ Եկեք աղոթենք։ Փառք եմ տալիս քեզ, երկնային Հայր։ Տեր, աղոթում եմ եկեղեցու համար, աղոթում եմ ես բոլոր թանկ քույր եւ եղբայրների համար։ Որոշը մեզանից Տեր գագաթների կետերում խնջույք են անում, որովհետև ամեն ինչ հոյակապ է, որոշը մեզանից շատ խոր անուններում ընկած անցնում են մթության մեջով։
Տեր դու ճանաչում ես մեզ, դու գիտես մեր սրտի ցավը, մեր ուրախությունը, Տեր դու լաց ես լինում մեր հետ եւ դու ուրախանում ես մեր հետ։ Հայր երկնային, ես աղոթում եմ, որ հանես մեր մեջից դառնությունը, ոչ ներողամտությունը, Տեր որ հանես մեր միջից այն կոտրված, ոտնահարված հողը։ Եկեք այս պահին բահը դնենք ու սկսենք փորել մեր շուրջը։ Եկեք փորենք, փափկեցնենք հողը։ Եկեք փորենք, փափկեցնենք հիասթափությունը։ Եկեք փորենք, փափկեցնենք։ Ու եթե նույնիսկ դուք անցնում եք հիմա մեծ ու դժվար դրությունների միջով, որտեղ գոմախն է մենակ ձեզ պատում, սա է ժամանակը Տիրոջը մոտենալու։ Սա է պահը, որ վեր կանանք եւ ասենք, ես հետ եմ վերադառնալու Աստծու մոտ։ Սա է պահը։ Եթե փոթորիկները բարձրացել են ձեր կյանքում, փոխեք ձեր աղոթքը։ Պետրոսի նման նայեք Հիսուսին եւ ասեք, կանչիր ինձ, որ դուրս գամ ու քայլեմ փոթորիկի վրայով։ Միգուցե պետք է ֆիզիկական քայլ անել, որպեսզի ավելի շատ տպավորվին ես Աստծո խոսքը մեր մեջ։ Միգուցե պետք է նորից մեզ նվիրել Տիրոջը։ Միգուցե դուք դա շատ եք արել, բայց ամեն օր մենք կարիք ունենք թարմացնելու մեր ուխտը Աստծո հետ։ Ամեն օր մենք կարիք ունենք նորից հավատալու։ Տեր, բարձրացրու ինձ փոթորիկների վրա։ Տեր, բարձրացրու ինձ քամիներից վերև, ալիքներից վերև։ Բռնիր իմ ձեռքը, Տեր։ Ու եթե դու սուզվում ես, մի վախեցիր։ Քրիստոսի ձեռքը կարճ չի, կհասցնի, կբռնի։ Եթե դու սուզվում ես, փոթորիկի մեջ վախենում ես, դու մենակ չես։ Մենք բոլորս էլ վախենում ենք, բայց քայլ ենք անում հավատքով։ Ուզում եմ կոչ անել։ Եթե այս խոսքը քո համար էր, եթե քո հողը պետքա փորենք, եթե աղբերի միջից պետքա Քրիստոսին հասնենք, եթե փոթորիկի միջից պետք է դուրս գաս նոր աղոթքով, ուզում եմ կոչ անեմ, արի առաջ աղոթենք իրար հետ, որպեսզի նոր հավատք ծնվի քո սրտում, որպեսզի նոր վկայություն ծնվի քո սրտում։ Սա քո, ձեր եւ Աստծու մեջ է։ Ծառայողները կարող են աղոթել, օրհնել, բայց ձեր ճանապարհն է։ Դուք եք Արագաստանավի մեջ լինելու։ Սա ձեր ճանապարհն է։ Աղոթում եմ, Տեր, քույր եղբայրներիս համար, որ գալիս են։ Փառք եմ տալիս քեզ, Տեր, դու գիտես մեր կարիքները, դու գիտես մեր տանջանքը, մեր տառապանքը ու կորուստները։ Բայց քո Սուրբ Հոգին այստեղ է, բժշկում է մեզ, քո Սուրբ Հոգին թարմացնում է այն տառապանքը, ինչի միջով անցել ենք, մաքրում է մեր արցունքները։ Dank u, Jezus. Heer, u bent een goede God. U bent een goede God. Dank u, Jezus. Dank u, Jezus. Dank u, Jezus. We danken u, Vader. We danken u, Heer. U bent redder, u bent Heer. Խնդրում եմ մեր թիմին, հովվական թիմին, ծառայողական թիմին, որ անցնենք, աղոթենք, օրհնենք, ես էլ եմ աղոթելու, Հայկ եղբայր, եթե ուզում ես միացիր մեզ, խնդրում եմ աղոթենք, օրհնենք մարդկանց, մի անցկերում մի կանգնեք, եթե տեղավորվում ենք, եկեք առաջ, այստեղ տեղ կա, պետք չի հետևում կանգնեք։ Տերը ամեն մի ծառ տեսնում է, նա նաև մտնի այգի, շատ ծառներով նա հետաքրքրված է այն մի ծառի պտուղով։ Շնորհակալություն եմ հայտնում Տեր քեզ։ Եկեք առաջ։ Ja, Jan, als u wilt, laten we samen ook bidden. Dank u, Jezus. Dank u, Jezus. Ու մի բան իմանանք, Աստծո ժողովուրդ, Սուրբ Հոգին է աշխատում մեր մեջ։ Մի սպասեք մարդուց։ Մենք Մսից ու Այրունի ծառայողներ ենք։ Տերը ուխտ է կապում ձեր հետ, Սուրբ Հոգու գործն է ձեր մեջ փոխելու ամեն ինչ։
Տերն է միայն մեզ բարձրացնելու, բժշկելու։ Մի սպասեք մարդկանցից, մեզանից։ Thank you, Jesus. Եկեք աղոթենք։ Ընթացքը իմ սրբացումն է, Հիսուս լույսը սրտիս մեջ, ուղղությունը ստեպ երկինք է, ճանապարհս դու ստեր, ընթացքը իմ սրբացումն է, Հիսուս լույսը սրտիս մեջ, ուղղությունը ստեպ երկինք է, ճանապարհս դու ստեր, խաղաղությամբ կհաղթեմ ես, փոթորիկներն աշխարհի, խոնարհությամբ կճեղքեմ ես, ամբոստություն խաղաղությամբ կհաղթեմ ես, փոթորիկներն աշխարհի, խոնարհությամբ կճեղքեմ ես, ամբոստություն Սերես վերում երկնքից, սուրբ ես Տեր, սրբացնում ես